2024-ին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետևանքով է եղել։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է ՔՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Խորհրդարանը շարունակում է քննարկել խաղային ոլորտի կարգավորման նպատակով հարկային բեռի ավելացման մասին նախագիծը։ Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով 2 անգամ կավելանան օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության տուրքերը։ Կունենանք տարեկան շուրջ 13 միլիարդ դրամ հավելյալ պետական եկամուտներ։ Հավելյալ պետական եկամուտները դառնալու են դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ճանապարհներ ու այլ ենթակառուցվածքներ, ներքին եւ արտաքին անվտանգային համակարգեր։ Ֆինանսական բեռի բարձրացումը մենք ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն ամեն տարի բարձրանա եւ այս գործիքի միջոցով մենք կարողանանք լուծել օպերատորի հարցը։ Օպերատորի միջոցով մենք սահմանափակելու ենք մեր հայրենակիցների կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում ընդհանրապես արգելելու ենք այն։ Օրինագծի հեղինակը վիճակագրություն է ներկայացնում միայն 2024-ին օնլայն խաղատների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 միլիարդ դրամ։ Եթե այդ գումարները մտնեն տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-ից 15%-ով, իսկ պետական եկամուտները կաճեն 7.34%-ով։ Հիմա շատ բնական հարց կառաջանա. ինչու մենք հենց այսօր օրենքով չենք արգելում խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում, որովհետեւ դեռևս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը Հայաստանում գոնե 90%-ով արգելափակելու հնարավորություն։ Մտքերի փոխանակման համար գրանցվեց 6 պատգամավոր։ Առաջին ելույթի հնարավորությունը Հովիկ Աղազարյանին տրվեց։ Պարոն Սարգսյան, այս օրենքի ընդունելով դուք ձեր ընկերոջ ընկերների տառապանքը չեք մեղմացնի, բացարձակապես, որովհետև բիզնեսի օրենքները անողոք են, բիզնեսը շահ է հետապնդում, եւ հետեւաբար այդ փողը որպես թե վճարի հավելյալ տուրք, ինքը դնելով ձեր ընկերոջ լզին։ Հայկ Սարգսյանի հոգեբանական մոտեցումներ ընդգրկող խոսքը վերլուծելուց հետո Աղազարյանը դիմեց ֆինանսների նախարարի տեղակալին։ Զարմանալի է, օրենք ուժի մեջ համտել ամռանը, պարոն Պողոսյան, այդ օպերատորի հետ կապված։ Հնարավոր չէ արդյոք կես տարվա ընթացքում ստեղծել այդ ինստիտուտը, մտնել այդ տնտեսության ճյուղի մեջ մարդկանց եկամուտների ճիշտ հաշվարկը անել եւ գերշահույթից ավելան հարկ տանել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ գործող իշխանությանը մեղադրեց ոլորտային խնդիրները չտիրապետելու համար։ 10% մարդ առաջարկել էր, որ շրջանառությունից հարկվի։ 10% հարկատալի փոքր բիզնես է նաև իր շրջանառությունից։ Հիմա ասում եք, չէ, գիտեք, միջև հիմա տվել են 0.1% տուրք։ Հիմա թոտան 0.2% տուրք։ Որովհետև իրանք ասում են, իրանց ձայնը լսելի է, գերշահույթներ են ստանում, որովհետև իրանք ասում են, այ էտա հազիվ ենք տեղավորվում։ Կարող է սուտ են ասում, ես վստահ եմ, որ սուտ են ասում, իսկ պետությունը փաստորեն փոքր բիզնեսին չի լսում, հարկը կրկնապատկում է, իսկ իրանց մասով ասում է, չէ, կայնի ասենք սահմանափակվենք դրանով։ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հորդորում է օրինագիծը քննարկելիս խուճապի չմատնվել։ Հայաստանում մենք տեսել ենք հազարու մի տեսակի լոտոներ, բակերում կազինոներ, ասենք մեր բակում էլ կար, դպրոցից երեխեք գնում էին կազինո էին խաղում։ Տենց շատ լայն վատ բարքեր ենք տեսել եւ այլն, դրանք հաղթահարվել են քայլ առ քայլ։ Հիմա մյուս երևույթն է հայտ եկել ինտերնետի զարգացման հետ, ինտերնետ բեթինգի ու ինտերնետ խաղերի ոլորտը, բայց էլի պետք չի պանիկայի մեջ ընկնել։ Այո, շատ վատ բան է, այո, ես էլ կարող եմ կոչ անել, բայց կոչերն ու գնահատականները այստեղ չեն օգնելու։ Ըստ Արշակյանի իրավիճակը կառավարելի դարձնելու համար օգնելու են միայն օրենքով սահմանված մեխանիզմները։ Անձնականացումը խաղացողների ըստ էության օպերատորի ներդրումով դա նույնպես իդենտիֆիկացիայի ենթակա է, մարդկանց եկամուտները եւ ծախսերը այս ոլորտում նույնպես իդենտիֆիկացվելու են եւ մեր կառավարության գործընկերները ես գիտեմ, որ ջանքեր չեն խնայում հնարավորինս շտապ եւ արագ օպերատորի հարցը լուծելու համար եւ մենք կգնանք հերթով այդ խաղացողների հետևից եւ կփորձենք իրենց սոցիալական ստատուսին համապատասխան արգելքները կիրառել։ Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կրկին ասելիք ունի։ Պարոն Արշակյան, որը մեկը ստեղ չի չափազանցնում։
Իրականում այդ խնդիրը կա եւ 20 անգամ ձեր իշխանության օրոք ավելացել է։ Հիմա ասում եք բանում այդ կազինոները բակերից վերացել են։ Բակերից վերացել եկել մտել են մարդկանց գրպանը։ Ամեն մեկի գրպանը հեռախոս կա, ամեն մեկի գրպանը կազինո կա, ուրեմն, պարոն Արշակյան, սրա մասին ենք խոսում։ Այժմ քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ։ 58 կողմ դեմ 2 ձեռնպատ 17 որոշում ընդունվել է։ Խորհրդարանականներն անդրադարձան թմրանյութերի ապօրինի շրջանառությանը եւս Հայկ Սարգսյանի դիտարկմամբ վերջին 5 տարում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը 5 անգամ ավելացել է։ Այս եւ այլ խնդիրներն աստիճանաբար լուծելու համար իշխանական падգամավորն ընդդիմության օգնությունը խնդրեց։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։